ինչպես ամեն տարի, այս տարի եւս հայրենական միության անդամներով եկել ենք խոնարհվելու մեր հարգանքը բերելու ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ուղղակի մի փոքր վրդովված եմ։ Ինչ թեմայով։ Կասկածի տակ դնելով ցեղասպանության հետ կապված ինձ ծիծաղս գալիս է այդ բարբերության, այդ մտքի անգամ, ոնց կարելի է կասկածի տակ դնել, երբ որ մեր մեծերը մեր արունով մեծ գենետիկորեն տվել են, որ 1.5 միլիոն ազգ է ցեղասպանվել, այս դեպքում ուրանալ մենք մեզ ենք ուրանում, չի կարող այդպես բան լինել, նույնիսկ ես ասել եմ ու կասեմ, պետք է փորձենք հասկանանք ովքեր են ասել, նրանք կարող են մի փոքր ստուգել իրենց ինքնությունը, արյունը, հայը չէր կարող նման բան ասել, ուզում ասեմ, ես իմ գերդաստանից միայն 43 հոգի մարդ է զոհվել, ես լինելով Հայրենական միություն պայքարել եմ ցեղասպանության ճանաչման համար, ի վերջո Ամերիկան է ընդունել ցեղասպանությունը, Ամերիկայում հզոր երկիրն է ընդունել Գերմանիան, ու մենք մեր երկիրը ուզում ենք կասկածի տակ վերցնել, չեմ ուզում նույնիսկ անդրադառնալ նրան։ Այսօր իշխանությունը բայց նշում է, որ առաջնային հարց չէ հայոց ցեղասպանության ճանաչումը։ Գիտեք ինչ, որ ասում են, մենք ապրում ենք ապագայով, ոչ թե անցյալով։ Կներեք, 1990-ում անասունին իր դիմացի իր, այսպես ասած, բանին, այսպես ասած, իր ձագերին մորթում են, անասունը գնում է սկսում է արածել։ Մենք մարդ անասունից ինչով է տարբերում։ Մենք ոնց կարող ենք հիշողությունը ուրանալ։ Այսինքն եթե մենք հիշողությունը urանում ենք, նշանակում է անասունից ինչով ենք տարբերում։ Չի կարող այդպես բան լինել։ Պետությունը եթե ամուր չլինի, իր հիշողությանը տեր չլինի, պատմությանը, այդ պետությունը չի կարող ուժեղ պետություն լինել։ Ապագայի տեսլական չի կարող ունենալ։ Սրանով մենք չենք կարող պահպանել։ Եթե մտածում ենք, որ այո, մենք գնում ենք քաղաքականություն, աշխարհական իրավիճակում հարմարվում ենք, չի կարող այդպես բան լինել, որովհետև եթե ուրանում ենք մեր պատմությունը, այլ կերպ հնարավոր չէ։ Իսկ ինչ կասեք այն մասին, որ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչում է հայտարարություն, որ պետք է հայոց ցեղասպանության զոհերի թիվը ճշգրտել, դա իրենից ներկայացնում է, որ պետք է հաշվել։ Դա ինչի համար։ Ես մի հատ հարց եմ տալիս։ Ինչ է փոխելու։ Ասենք 1.5 միլիոն չեն, 1 միլիոն 450 հազար են։ Դա բան է փոխելու, չէ՞, աշխարհը ընդունել է ցեղասպանությունը։ Մենք ընդունել ենք, մենք ցեղասպանի ժառանգորդներ ենք, պատմությունը, աշխարհական իրավիճակը, այդ դեպքում մեր ցեղասպանված ժողովուրդը ինչու պետք է աշխարհում մեկ տարածվեին։ Այդ թիվը որտեղից պիտի ծնված լինի 1.5 միլիոն։ Նույնիսկ ես լսել եմ շատ ավելի են, քան 1.5 միլիոնը։ Ես այդպես կարող եմ։ Հետո դա դրանով բան ոչ մի բան չի փոխվելու։ Ասենք մի փոքր շատացավ կամ քչացավ, դա այլ խնդիր է։ Դրանով պետք չի խեղաթյուրել պատմությունը, արձանագրված արդեն պատմությունը պետք չի խեղաթյուրել։ Մենք տեր ենք, պահանջում ենք, այո, եւս ճիշտ է, ավելացել է նաեւ չուրանալը, պետք է չուրանանք։ 3 ջահերով երթներ, ինչպես տեղյակ ենք, որի ժամանակ այրվեց ավանդաբար եւ այդպես է արվում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշը։ Փաշինյանը սա որակել է որպես ագրեսիայի նշան։ Ինչ է կարծում այս մասին։ Արդյոք ագրեսիայի նշան։ Դա ընդունված է։ Եթե նրանք այրում են մեր դրոշները, մենք էլ պիտի այրենք, ոնց կարող ենք։ Նրանք քաղաքակիրթ հարևանի հետ եթե գործ ունենանք, կհասկանանք։ Բայց երբ որ մեր հարևանները մեղմ ասած քաղաքակիրթ մարտահրավեր են նրանք, ինչի մասին է խոսքը։ Դա ընդունված կարգ է աշխարհով մեկ։ Նման իրավիճակներում ակցիա են անում դրոշներ են։ Ես կարող եմ ասել, կարող էին չայրեին, կարող էին այրեին։ Հարցը դրա մեջ դրանով բան չի փոխ։ Կարևորը գաղափարն է, որ մենք պիտի մեր գաղափարից չհեռանանք։